Помните по Европе? There's a way out. Yeah. Իրանք պիտի ընդունեն առանց պատճառաբանություն ներկայացնելու, ընդ որում բարձրացնող որ ոչ թե ընդունելությունն է չեղարկվե, ես տենց հասկացա պարզաբանող աշխատակցից, այլ ինձնից առաջ քաղաքացի ընդունել է, եւ կարող է ինձնից հետո էլ ընդունի, չի պատրաստում միայն ինձ ընդունելու։ Սա ուղղակի խուսափում է, վախենում է երևի։ Այսինքն այն փաստարկների լսելուց, այն բաները, այսինքն պատասխաններ չունի ըստ էության։ Բայց սա ձև չի, ես կարծում եմ, որ մենք էլ պետք է հասկանանք, թե սրա նկատմամբ ինչ լուծում է։ Ես ինքս բարձրաստիճան պաշտոնյա եմ եղել, ես մարզպետ եմ եղել, երբ որ քաղաքացիների ընդունելություն ա եղել, մենք բոլոր քաղաքացիներին ընդունել ենք մինչև վերջին մարդը, ով որ հերթագրված ա եղել, ես իմ պրակտիկայում նման բան չեմ տեսել, նման բան չեմ հիշում, ասենք ընտրողաբար վերաբերվել քաղաքացիներին, ում են ընդունում, ում չեն ընդունում։ Օրենքում կամ արժանապատվական Սա կօգտագործեն խախտում է, ես կբողոքարկեմ դրա անգործությունը, որովհետև որևէ հիմա ասենք ուրիշ բան ասեն, որ ինքը, չգիտեմ, ընդհանրապես քաղաքացիների ընդունելությունը հետաձգվում է ինչ-որ իր առողջական խնդիրների պատճառով, ասենք, չգիտեմ, WhatsApp-ով հաղորդագրություն ստացել եւ ասենք ինսուլտ է տարել, վատ է, տարել են հիվանդանոց։ Դա օրինակ պատճառաբանություն է։ Բայց ասենք գալ այստեղ ընդունել քաղաքացիների մի մասիվ կոնկրետ ինձ չընդունել, սա ուղղակի կամայականություն է։ Սա չէ, սա պատասխան ունենալու է, այս չի մնալու։ Սպասելի չէ։ Չէ, ո՞նց է սպասելի։ Ասենք այլ բանա ես նախաձեռնեմ ինքը մերժի հանդիպումը, չէ, բայց իրենք են նախաձեռնողը։ Ես կարդացել եմ ազգային ժողովի կայքում, որ քաղաքացիների ընդունելությունը ազգային ժողովի փոխնախագահի մոտ զանգել եմ, գրանցվել եմ, իմ անձնական տվյալներն են ճշտել, ես դրանք բոլորը հայտնել եմ ինչի համար, այս ընդունելությունը կայանալու նպատակով, եւ հիմա դրանից խուսափելը դա, չգիտեմ, դա պաշտոնական պարտականությունների կատարումից խուսափում է, ես պետք է հասկանամ, բա ինքը ինչով է զբաղվում, ինչ է անում։ Պարոն ասում եք անհետևանք չի մնալու, ինչ եք պատրաստվում։ Ես ճիշտ ասած պետք է հատ խորհրդակցեմ իրավաբանների հետ հասկանալու համար, ասենք այս անգործությունը քրեական օրենսգրքով կարգավորվող հարաբերությունա թե չէ, վարչահարության ինչ կամ վարչահարության իմաստով ինչ է սա նախատեսում, որովհետև սա ակնհայտ բարձրաստիճան պաշտոնյայի կողմից իր պարտականությունների կատարումից խուսափում է ու անհասկանալի պատճառաբանությամբ, այսինքն ոչ օբյեկտիվ պատճառ, սուբյեկտիվ վերաբերմունք է ցուցաբերում։ Մանավանդ ես իրեն անձնական հարցով, ինձ հարցրել են ինչ հարցով եք ուզում դիմել, ես ասել եմ, որ հանդիպման նպատակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի քննարկումն է իր հետ, ինչը իր որպես падգամավորի պաշտոնական լիազորությունների շրջանակում, այսինքն ես իրեն անձնական հարցերով չեմ դիմում, որ ինքն էլ ընդհանրենք ասի, ես անձնական հարցերով ընդունելություն չեմ անում։
Սա օրինակ օրակարգում այլ հարց լիներ, ոչ թե impeachment-ի հնարավոր է ձեզ ընդունել։ դե չեմ կարող ասել, եթե հիմա ինքը իր պարտականությունների կատարումից հրաժարվում է, ի՞նչ տարբերություն, ինչ հանգամանքներում է հրաժարվում։ Ինքը ասում է, ընդ որում ասում է, ձեզ աշխատակիցը տես բացատրեց, ասում է, ձեզ չի ընդունում։ Սա ես լուրջ եմ ասում, ես պետական պաշտոններ զբաղեցել եմ, ես դες բան չեմ լսել։ Ներեցեք մենք փոքրուց միացեք, ինչպես հասկացանք, Ռուբեն Ռուբինյանը մերժել է ձեր հետ։ Կոնկրետ իմ հետ, այսինքն ոչ թե քաղաքացիների ընդունելությունն է չեղարկվել, այլ ինքը մերժել է միայն ինձ հետ հանդիպում է քաղաքացիներ Ինչ կան։ է պատճառաբանում։ Ոչ մի պատճառաբանություն, այտենց է, այտենց ոնց որ տենց ասել։ Այսպես ասես, նպատակարար չեն գտել։ Կոնկրետ միայն իմ հետ, այսինքն եթե այլ քաղաքացիներ կան գրանցված, նրանք մասնակցել են ընդունելության։ Պարոն Ղազարյան, նշեցիք, որ շարունակել եք մյուս օրերել կան, օրերը հանել եք 10 Այո, ոտս կա։ Եթե շարունակեն օրինակ նման ձեզ վերաբերվել ու կոնկրետ ձեզ Ախուր պիտի փախես փոքր երկրում ո՞նց պիտի փախնեն, ումից պիտի փախ։ Մանավանդ ես իրանց ինչ եմ անելու, ես խո իրանց աղբարկը չեմ նետելու, ոնց որ իրանք նետել են իմ գրությունը։ Չնայած իրանք հուշում են, որ տենց է, ի՞նչ տարբերություն չէ, քաղաքացու հետ էս վարվում, թե իր խոսքի, որը պաշտոնական գրության տեսքով, պաշտոնական խողովակներով ներկայացվել է։ Բայց անկեղծ ասած ես չէի պատրաստում այսօր Ռուբեն Ռուբինյանին նետել աղբարկը։ Ես տենց մտադրություն չունեմ, անկեղծ ասած դες ֆիզիկական տվյալներ չունեմ, որ ամեն անգամ նույնիսկ մեծ մտադրության դեպքում դա կարողանամ իրագործել։ Ես ամեն եկել իր հետ խոսալու։ Impeachment-ի հարցն եք ուզում։ Այո, եւ ոչ միայն, ես իր հետ նաեւ եւս երկու հարց ունեի քննարկելու, պայմանավորված իր հակասահմանադրական գործունեության ու կարգավիճակի հետ հայ-թուրքական գործընթացի իմաստով եւ նաեւ իր կարգավիճակից բխող պարտականությունների իմաստով պայմանավորված Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության խորհրդարանների միջև միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի կազմում ընդգրկված լինելու հանգամանքով եւ ինքը ինձ որպես քաղաքացու պարտավոր է տալ անհրաժեշտ տեղեկություններ եւ այս ընդունելությունների նպատակը հենց դա է։ Պարոն Ղազարյան, բայց իրենք արդեն նախապես ասում են, որ ձեր այս նախաձեռնությունը անլուրջ է իրենց համար ու որևէ կերպ չեն պատրաստվում ձեր հետ նման հարց քննարկել։ Հիմա այսքան կանխատեսելի է, որ չպետք է այս հարցը Անլուրջ է իրենց վերաբերմունքն, այսինքն եթե իմ բարձրացած հարցը հղում անում Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ վերաբերվում է падգամավորների լիազորություններին։ Ոնց կարա դա անլուրջ լինի։ Բա լուրջը ո՞րն է, բա լուրջը իրանց պարտական տեխնացուներն են ոչել ու եկել նման հարցը։ Բայց ով ասում որ տեխնացում մենք պիտի ունենանք, այլ ոչ թե իրենք պիտի, բայց հարցերը հենց իրանց հետ պիտի։ Ես լսել եմ իրենց ճեպազրույցները ձեզ հետ, մամուլի տարբեր ներկայացուցիչների հետ։ Ես մի քանիսի պատասխաններ եմ ստացել, անլուրջ է իրանց մոտեցումներն է, իրանց պատասխան, իրանք չեն պատկերացնում այս գործընթացի էությունը։ Եվ հիմա այս հանդիպումների նպատակն է, որ ես իմ համեստ գիտելիքների եւ փորձառության շրջանակներում փորձեմ իրենց բացատրել, որովհետեւ այդ տեխնացուն իրենք պիտի առաջադրեն։ Ես վարչապետի տեխնացու առաջադրելու իրավունք չունեմ, ես падգամավոր չեմ։ Падգամավորը Ռուբեն Ռուբինյանը եւ ինքը իրավունք ունի նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Բայց ինքն էլ պարտավոր է դա անի։ Ասենք կներեք, էլի, ես նոր քիչ առաջ մեր գործընկերներից մեկի հետ, ասենք իմ հետ բերել եմ այսօր քննարկման համար կառավարության գործունեության ծրագիրը, որը կատարելու պարտավորություն ունի կառավարությունը եւ լրագրողների ձեր հետ, չէ՞ ոնց որ մերի խնդրեցի ասեի 4-ից 102 էջ է, մինչեւ այդ տիտղոսաթեղ բովանդակություն, ասենք 4-րդ էջից է սկսում։ Ասում եմ, մատ խնդրում եմ 4-ից 102, մատ ցանկացած այդ վարությունը կարամ անեմ։ Մերին ասաց 7։ Ասենք բացում ենք 7-րդ էջ։ Բայց 7-ը բացեք հիմա։ Բայց 7-ը ով ասաց, մեկ ասաց 7։ Ոնց որ ազատություն ռադիոկայանին է, 25-ը կնայենք եզա։ 7-րդ էջ, ԵԱԿ Միսկի խմբի համանախագահությունը։ ԵԱԿ Միսկի խմբի համանախագահության դերը Ղարաբաղյան խնդրի լուծման եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման, այսինքն կառավարությունը դա համարում է գլխավոր ուղղություն ԵԱԿ Միսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը։ Հիմա կառավարության ղեկավարը ասում է, որ մենք պատրաստվում ենք ինքներս նախաձեռնենք ԵԱԿ Միսկի խմբի լուծարումը։ Այսինքն ուղիղ ոչ միայն ծրագիրը չի կատարում, այլ ինքը ուղիղ հակադրվում է այս կառավարության ծրագրին։ Բայց ազգային ժողովն դրա համար է, որպեսզի վերահսկի կառավարության գործունեությունը եւ ծրագրային շեղումներ հայտնաբերելու դեպքում սկսի վարչապետին անվստահություն հայտնելու անլուրջ, մտ խնդրում եմ ասեք, այն որ ասում անլուրջ է։ Էսա լուրջ, այսինքն որ կառավարությունը ծրագիր ունենա, ու իր ծրագիրը չկատարի, դա լուրջ է։ Ու եթե քաղաքացին այդ հարցը բարձրացնում ասում է ձեր գործով զբաղվեք, բարձրացնում որ դա անլուրջ է, բայց լուրջը ո՞րն է։ Մա թիվ ասեք։ 10 10
կտանես կբերես, այն ամենացավոտ տեղերին կխփես։ Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, ուշադրություն 10-րդ էջն է։ Արցախի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության ապահովումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը, տարածաշրջանի ապաշրջափակումը եւ կայունությունը, արտաքին եւ անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ եւ համապարփակ կարգավորումը ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո։ Հիմա ձեր ասածը ձեր դուրն եկա 10-ներ։ Հիմա կառավարությունը այս ծրագիրը կատարում է ու սա լուրջ է, այսինքն կարելի է մարդկանց խաբել ամբողջ ժողովրդին, առաջին էջում գրել են Կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի քարոզարշավի ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարության, այդ 2050-ը որ Հայաստան ֆուտբոլ չեմպիոնն է։ Դրա վրա Այսինքն կարելի է գնալ ընտրությունների, համատարած ժողովրդին խաբել, գրել այս ծրագիրը, գալ ազգային ժողովում հավանության, բայց անել Ալիևի պահանջները։ Ու դա լուրջ է։ Ու երբ որ մենք Հայաստանի քաղաքացիներով ասում ենք հենց լրջացեք, ձեր գործով զբաղվեք, ասում են, հեսիչ անլուրջ նախաձեռնություն է։ Ոնց կարան ԿՊ-ականները Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնեն։ ԿՊ-ական չէ՞ մեր հարգարժան Աննա Գրիգորյանը։ Տեսավ դավաճանախումբը դուրս եկավ հիմա դեմներն է պայքարում։ ԿՊ-ական չէ՞ Թաքուի Թովմասյանը։ Տեսավ դավաճանախումբը դուրս է եկել պայքար է տանում դրանց դեմ։ Տեսեք քանի կուսակցություններ են ի սկզբանե աջակցել Նիկոլ Փաշինյանին։ 18 թվականի կառավարությունում ովքեր էին կոալիցիա։ Մանեթ Հանդիլյանը, Մեսրոպ Առաքելյանը իր նախարարները չէին։ Արթուր Խաչատրյանը, Արծվիկ Մինասյանը իր նախարարները չէին։ Մեհեր Գրիգորյանն է մենակ մնացել սովետական միլիցիայի նվեր Անտառամեջ գեղի հասարակությանը։ Նախկին քպականները եւս, հա, Հովիկ Աղազարյանը եւս նման գործընթաց է սկսել ու ինքն էլ ասում է, որ պատրաստ է ձեզ հետ, քիչ առաջ մենք հնարավորություն ենք, ասում է, որ պատրաստ է ձեր տրամաբանության մեջ է երկու նախաձեռնություններն են ու պատրաստ է քննարկումներ սկսել թեկուզ հենց վարչապետի տեխնոզոյի։ Ես կարծում եմ, որ քպական վարչապետի տեխնոզոյ կարող է լինել նախկին քպականներից մեկը։ Դա իր մոտեցումն է։ Ես նորից եմ ասում, իր հայտարարությունները նախաձեռնությունը մեր տրամաբանությանը չի հակասում, որովհետև մենք ասում ենք դուք պատգամավորներ եք, մենք բոլորին ենք դիմել։ Պատգամավորները պիտի վերահսկեն կառավարությանը եւ եթե ծրագրի շեղումներն սկսեն անվստահության գործընթաց։ Թե անվստահության գործընթացում որ պատգամավորը ինչ պատկերացումներ ունի, դա իր իրավունքն է։ Ես չեմ կարող Հովիկ Աղազյանին ասել, թե ինքը վարչապետի տեխնոզոյի ընտրության հարցում ինչ սկզբունքներով առաջնորդվի։ Եթե նա գտնում է, որ դա պիտի լի ԿՊ-ից երբևէ համագործակցած գործ, դա իր պատկերացումներ է։ Ես չեմ կարող պատգամավորի որոշման վրա ազդեցություն ունենալ, բայց մյուս պատգամավորներն էլ կաշկանդված չեն Հովիկ Աղազարյանի դիրքորոշումով, այսինքն այլ պատգամավորներ կարող են այլ մոտեցումներով առաջնորդվել եւ ամեն մեկը սկսի իր այս պահին ազգային ժողովում ըստ ազգային ժողովի կանոնակարգի կարող է սկսել 107 գործընթաց վարչապետին անվստահություն հայտնելու մասին, ամեն մեկը իր վարչապետի որից հետո քաղաքական քննարկումները, որ ասում եք պարոն Աղազարյանը պատրաստ է քաղաքական քննարկումներ, ինչը որ նորմալ է, էլի, պիտի վերեն հանգեցնեն եւ վերջո ամենառացիոնալ, ամենաարդյունավետ որոշումներին։ Իսկ քաղաքական գործիչները դրա համար են, որ քննարկումների արդյունքում կան ռացիոնալ որոշումներ, այլ ոչ թե պետության սահմանադրական կարգի հիմունքները տապալեն ու նստեն նայեն իրար երես, ասեն դե գիտեք ինչ, հիմա դրա ժամանակը չի, փողոցում զանգված չկա, ավանսով ու պատգամավոր բերող չկա։ Դե եկել են որ բերեմ այդ պատգամավորներով էր այդ մասին խոսում, թող գա միասին բերենք, ասենք ես մենակ պիտի բերեի, դե թող գային ազգային ժողովի պատգամավորներ էին, չէ՞։ Մասնավորապես օրինակ ասենք Հայաստան դաշինքի գործիչները, որ ինձ ասում են գնա պատգամավոր բեր, եկել է Ռուբինյանին բերեի։ Հիմա է գայի ձեր ազգային ժողովի փոխնախագահին շեն թողնում, չեմ մտնեմ ներս, պատգամավորին խո չեն կարա չթողնեն։ Դոմատ մտնեին ներս, ասեն հələ մատ արիստ է, ասի ով ես դու որ քաղաքացու ընդունելություն ես հայտարարի, քաղաքացին եկել է չես ընդունում։ Բա պայքարը ո՞նց է ալնում։ Միասնական ջանքերով ալնում, չէ՞։ Չէ, ծիծաղի առարկա է։ Ուզում եք հայոյեք ինձ, հասկանում եք, ուզում են թող ես այդ վիրավորանքները անձնական չեմ ընդունում։ Բացարձակապես, որովհետև իմ պայքարը իմ անձնական խնդիրների համար չի, որ այդ պայքարի շրջանակներում էլ մեկ ինձ վիրավորի, ես անձնապես վիրավորվեմ, նեղանամ, խռովեմ, ես սրանով չզբաղվեմ։ Ուզում են թող ամենավերջի հայոյանքները տան, այդ հայոյանքները ես ինձ վերաբերելի չեմ համարում։
Այս սա շատ լուրջ գործընթաց է, ունենալու է արդյունք, ինչքան էլ ուզում է Ռուբինյանը խուսափի կամ մյուսները խուսափեն, ինչքան էլ ու կտեսնեք, թե այս ամեն ինչին հասարակությունը ինչ վերաբերմունք է ցուցաբերելու։ Եթե մի օր ես խնդրեմ ժողովրդին, որ գան Ռուբինյանի հետ միասին ես գնամ հանդիպման, ուստեղ լինի 100,000 մարդ, այդ վաղ մեկ սաղս պիտի գնենք Ռուբինյան ման գանք։ Այդ օրը լինելու է։ Այդ դեպքում կարող է հայտարարեք Ծիրանը որպես վարչապետի տեխնիկ։ Ես նման հավակնություններ չունեմ եւ կարծում եմ, որ այդ հարցը պատգամավորների որոշման տիրույթում է։ Ես ինքս նման հավակնություններ չունեմ։ Այդքան ոչ չեք հավաքվի, կարող է։ Այդքան մարդ պարտադիր չի, որ հավաքվի, որ նախաձեռնության հեղինակը հավակնություն ցուցաբեր։ Այդքան մարդ կարա հավակնի եւ ցանկացած ուրիշ մեկը դառնա վարչապետ։ Իմ նպատակը այնա Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելն է, ոչ թե ինչ որ մեկին վարչապետ կարգելը։ Շահազարյան, ամեն դեպքում դուք վաղուց այսպես ձեր այս թեզը, որ պետք է impeachment հայտարարել պատգամավորները նոր չէ եւ որևէ արդյունք էս պահին չկա, ձեր հետագա քայլերը եւ եղել են ժամանակներ, որ այո փողոցում մարդ եղել է բավականաչափ, այսինքն ինչ հիմքերով է սա հնարավոր, ինչ է կանխում, որ իրական դառնա։ Մեր քայլերը շատ հստակ են, շատ որոշակի եւ ինչն է կարեւոր, մեր մոտեցումները ինչ են անխոցելի, որովհետեւ հիմնված են բացառապես սահմանադրության օրենքների եւ առողջ տրամաբանության վրա։ Ով ինչ ուզում ասի չեն կարալու դրանից որևէ շեղումներ թույլ տան։ Հիմա տեսեք ես ինչ եմ անում։ Նամակը գրել եմ պատգամավորին, պատասխանումից ստացել եմ, չեմ ստացել, ես դրանով չեմ բավարարում։ Ես հետևողականորեն փորձելու եմ իրաց դա բացատրել։ Եթե դա չլինի, ես դիմելու եմ ժողովրդի աջակցության։ Ասեմ, տեսնում եք, այն ինչ որ ես հիմա ես օրինակ ոչ մի մարդու չեմ խնդրել որ գա։ Ձեզ խնդրել եմ լրագրողներին, այն էլ հետաքրքրության դեպքում, եթե հետաքրքիր է, ցանկալի է, եկեք լուսաբանելու։ Ոչ մի մարդու չեմ խնդրել որ գան, հիմա փողոցը փակեին, իրանց բռնեին, տանեին, ըստ ոստիկանության հետ, բախումը, դրա կարիքը չկա։ Ես մենակով այդ չարչարա, էսա չարչարանքա, տեսնում եք, չէ՞, հեշտ չի ընթանում էս ամեն ինչը։ Ես իմ բաժին ծանրությունը, չարչարանքը միայնակ տանում եմ, որ պահին, որ ես տեսա, որ իմ միայնակը լինելը դժվարացնում է գործը եւ ինձ պետք է այլ մարդկանց աջակցություն, ես այդ ժամանակ խնդրել եմ ժողովրդին, այս նույն բանը անելու համար։ Հետո այսինքն ժողովրդի աջակցությունը ոչ մի այլ բան չի ենթադրում, քան որպիսի մենք բոլորս միասին խնդրենք մեր պատգամավորներին, որպեսզի իրենք իրենց պարտականությունները կատարեն առանց նման հիստերիկ ամբիցիոզ դրսևորումներով։ Սա հիստերիայի դրսևորում է, այսօրվա Ռուբինյանի վարքագիծը, սա միամիտ հիստերիկ մարդու վարքագիծը։ Հիմա ինչ եք անել, պարոն Ղազարյան։ Գրաֆիկ ունեմ։ Գրանցվել եմ ես բոլոր, մենակ վաղը չկա հանդիպում, գրաֆիկով ես դրանց հանգիստ չեմ թողնելու։ Հերթով, իրանց կողմից սահմանված օրը, հեսա անձնական նամակներն եմ գրելու, անձնական Վահագ Ալեքսանյանը ինձ մի հատ պատասխան է գրել, որից ես հասկացել եմ ինքը իմպիչմենտի էությունը չի պատկերացնում։ Պետությունը ամեն ամիս 250,000 դրամ գումար է տալի պատգամավորին, կոչվում է պատգամավորական ծախսերի փոխհատուցում, որպես իրանք սրճարաններում, ռեստորաններում մարդկանց հետ հանդիպեն, քննարկեն։ Հիմա պիտի խնդրեմ Վահագ Ալեքսանյանը այդ գումարների հաշվին Երևանի կենտրոնի մի ռեստորաններից մեկում ինձ համար պատվիրի մի հատ ամերիկանո, մի հատ բյուրեղ, իր համար մի լագյան ուտելիք, ամեն ինչով, ինքը ասենք նստենք, ինքը ուտի ես խոսեմ, որովհետև երբեմն մարդու ուղեղը աշխատում է, երբ որ ստամոքսի հետ կապված խնդիրները արդեն լուծված, եկեն ինֆորմացիան ընկալունակությունը բարձր է, եթե ստամոքսը Պարունակություն, հիմա ինքը ուտի ես բացատրեմ, պիտի անպայման ուտելով ուղղեք, սոված փորով եղավ, իսկ թվում է ոչ մի արդյունք մենք չենք ունենալու։ Մանավանդ ես վերջեսենի հայլը կարող է ճիճու-միճու էլ դա ունենա։ Հիմա դա պիտի ուտի ես խոսեմ, որից հետո պիտի հասկանա, թե ինչ է իմ ասածը, ինքը գրավոր պիտի գրի, ասի, ես հասկացա ձեր ասածի էություն։ Եթե չէ, պիտի ժողովրդով հավաքվենք, տանենք նրանք ուրիշ տեղ կերակրենք։ Որ պիտի հասկանան, այդ մարդիկ չեն կարող խուսափեն այդ պատասխանատվությունից, իրանց պարտականությունն է դա։ Ես եմ շնորհակալ։